Հայաստանում և Սփյուռքում ապրող սիրելի հայ ժողովուրդ, ավարտվեց 2025 թվականը, որը լի էր փորձություններով և դժվարություններով, աշխարհագրական ցնցումներից անմասն չմնաց նաև մեր սիրելի Հայաստանը, որը իր մեջ կրեց այն բոլոր բացասական երևույթները, որոնք առաջացան թե տարածաշրջանում և թե աշխարհով մեկ։ Հաշտ չէր նաև մեր ներքաղաքական օրակարգը, փոխադարձ մեղադրանքներ, բամբասանքներ և ցավոք սրտի համատարած ատելության խոսք։ Ազգային արժեքների, պատմական ժառանգության, հայ առաքելական եկեղեցու հանդեպ մղվող պայքար մեր քաղաքական վերնախավի կողմից։ Հայ ժողովրդի երազանքների կատարման փոխարեն օդում կախված խոստումներ։ Բայց մենք, մեր իմաստուն հայ ժողովուրդը, դա էլ հաղթահարեց ի շնորհիվ իր ուժեղ կամքի, ի շնորհիվ ազգային մտածելակերպի, արժեհամակարգի և պատմական հիշողության։ Սիրելի հայ ժողովուրդ, թույլ տվեք շնորհավորել բոլորիս Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ և ցանկանալ, որպեսզի 2026 թվականը լինի բեկումնային մեր երկրի, մեր ժողովրդի և մեր բոլորիս ընտանիքների համար։ Թող որ 2026 թվականը բերի հաղթանակներ յուրաքանչյուր ոլորտում և թող ամեն հայ մարդ հաջողի այնտեղ, որտեղ ինքը ի գործ է դրել իր ունակությունները։ Թող 2026 թվականը բերի ազատություն մեր բոլոր այն հայերին, ովքեր այս պահին գտնվում են Բաքվի բանտերում, և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց քաղաքական ակտիվության և քաղաքացիական մոտեցումների համար գտնվում են անազատության մեջ։ Թող որ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին ամրացնի մեր ոգին, իսկ մեր միասնականությունը տա մեզ ուժ ստեղծելու, արարելու և հզորացնելու մեր սիրելի հայրենիքը։ Թող որ յուրաքանչյուր հայ Հայաստանում թե Սփյուռքում իր մտքով և գործով զորավիք լինի մեր հայրենիքի հզորացմանը և զարգացմանը։ Ես վստահ եմ, միայն միասնականությամբ մենք հայերս կարող ենք և պարտավոր ենք կերտել մեր ժողովրդի և մեր պետության հաղթական ուղին։ Եվ ուրեմն առաջ դեպի հաղթանակ և թույլ տվեք շնորհավորել Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Աստված պահապան մեր երկրին, մեր հայ ժողովրդին և մեր բոլորիս ընտանիքներին։